Սիրելի աշակերտներ, շարունակում ենք ծանոթանալ մարտավարական հնարքների հետ և հերթական հնարքն է գծի բացումը։ Գծի բացումը վերաբերվում է հեռահար խաղաքարերին, ինչպիսիք են թագուհին, նավակը և փիղը։ Սրանք այն խաղաքարերն են, որոնք կարող են շատ արագ սլանալ և նրանք սիրում են, որ իրենց ճանապարհը լինի բաց, որպեսզի կարողանան գրոհել։ Օրինակ, սույն տրամադրում նավակի ճանապարհը տեսեք փակել է իր իսկ փիղը։ Հիմա եթե մենք խնդրենք փղին բացել նավակի ճանապարհը, խնդրեմ, նավակի ճանապարհը բացվեց, և դա մենք արեցինք շախի հետ միասին, շախով։ Այս պարագայում մրցակիցը իհարկե կարող է վերցնել մեր շախ տվող խաղաքարը, բայց ինչպես նշել ենք, նավակի ճանապարհը բաց է, և իր զինվորի հետ համագործակցությամբ, մեկը մյուսին օգնելով, նավակը կարող է այս բաց ճանապարհով, որը նա այդքան շատ է սիրում, քայլել ժեուտ և հայտարարել մատ։ Այստեղ հարկավոր է նաև ուշադրություն դարձնել, որ մենք փղով խաղացինք հենց F6, որպեսզի նախ բացենք մեր նավակի ճանապարհը և փակենք սև փղի ճանապարհը, տեսեք, որ փիղը չկարողանա մեր նավակի ճանապարհը փակել։ Սպիտակ փիղը իրեն զոհաբերելով, նրանք կարող են վերցնել թե փղով, թե նավակով, էական չէ։ Սպիտակ փիղը իրեն զոհաբերեց, որպեսզի բացի իր հեռահար խաղաքարի ճանապարհը, այսքան կարևոր է ճանապարհ բացելը, որն էլ հայտարարեց մատ։ Եթե մենք օրինակ փղով խաղանք, ենթադրենք F4, այո, նույնպես բացեցինք մեր նավակի ճանապարհը, սակայն այս դեպքում քայլի հերթը սևերին է և սևերը կարող են այդ ճանապարհը փակել։ Այժմ սպիտակ նավակը չի կարող հասնել ժեուտ և հայտարարել մատ։ Մենք նաև փիղ F6 քայլով փակեցինք ոչ միայն սև փղի ճանապարհը, այլ նաև սև նավակի ճանապարհը, որը չի կարող հարվածել մեր զինվորին։ Իսկ F7 զինվորը անցունակ վտանգավոր զինվոր է, նա սպառնում է փոխարկվել թագուհու և հայտարարել շախ և մատ։ Նա օգնեց մեր նավակին, որը ժեուտ դաշտից հայտարարեց մատ։ Այսինքն, եթե մենք ի սկզբանե փղով խաղանք, ենթադրենք H4 և այսպիսով բացենք մեր նավակի ճանապարհը, սև նավակը կարող է հարվածել մեր F7 զինվորին։ Եվ մենք այլևս մատ հայտարարել չենք կարող, քանի որ մեր նավակին կվերցնեն, սև արքան կվերցնի։ Ուրեմն փիղ F6 փակեցինք և սև նավակի և սև փղի ճանապարհը, բացեցինք մեր նավակի ճանապարհը և ամենակարևորը դա արեցինք հայտարարելով շախ։ Ուրեմն, հեռահար խաղաքարերի ճանապարհները հարկավոր է բացել, ահա այս քարերից մաքրել այդ ճանապարհը, որպեսզի նրանք կարողանան անխոչնդոտ շարժվել առաջ։ Շատ հաջող օրինակ է պատկերված մեր դասագրքերում։ Ինչպես տեսնում ենք, նավակը խնդրում է ձիուն հեռանալ իր ճանապարհից, բացել իր գիծը, որտեղից նա կարող է մրցակցի արքային հայտարարել մատ։ ԵՒս մեկ օրինակ Խոստացած ֆիլմից, ինչպես տեսնում եք, գիծը փակ է, բայց երբ բացեցինք գիծը, հարվածում ենք մրցակցի։ Հերթական օրինակում, սա արդեն մեր վարժություն տետրերի տրամագիր մեկն է, նույնպես նավակի ճանապարհը մասամբ փակել է փիղը, իսկ նավակը կցանկանար հայտնվել վերջին հորիզոնականում։ Հիմա փիղը կարող է բացել նավակի ճանապարհը և դա նույնպես անել շախով, ոչ թե պարզապես բացել նավակի ճանապարհը, այս դեպքում սևերը արդեն կսկսեն համագործակցել և կհարվածեն մեր C2 զինվորը կրկնակի հարվածով։ Տեսեք, նավակը օգնում է։ Փիղը կվերցնի C2, այո, և շախ, և կրկնակի հարված, սևերը կհաղթեն։ Ուրեմն մենք կատարում ենք քայլ շախով, որպեսզի սևերը չկարողանան գրոհել, տեսեք, չեն կարողանում, քանի որ նրանք պետք է արքային շախից ազատեն։ Այս պարագայում դա հնարավոր է միայն խաղալով արքա B8։ Տեսեք, շախի հետ միասին մենք բացեցինք նավակի ճանապարհը,
Այժմ սև արքան չի կարող դիմել փախուստի D ուղղաձիգ, նա ստիպված է խաղալ B8, և B8-ից նա այլևս չի հսկում, մինչ այդ արքան հսկում էր D8 դաշտը, և նավակը կարծես թե չէր կարող այստեղ հայտնվել, բայց արքայի այս շախի նահանջից հետո արքան այլևս չի հսկում D8 դաշտը, հեռացավ D8 դաշտից, և իհարկե նավակը կարող է քայլել D8 շախ և մատ, փիղը փակել է անվտանգության պատուհանը, հիմա գրանցենք մեր քայլերը, այսպիսով առաջին քայլով փիղ A6 և շախ, փիղ D3 A6 շախ, սև արքան հեռացավ B8, արքա C8-ը B8 և երկրորդ քայլով նավակ D1-ը D8 և մատ։ Հաջորդ տրամադրում ձին է արդեն փակել մեր թագուհու ճանապարհը, թագուհու որպես հեռահար խաղաքար, որը նույնպես սիրում է բաց գծեր, հիմա ձիով մենք կարող ենք բացել մեր թագուհու ճանապարհը, խնդրեմ, այժմ նա սպառնում է մատ հայտարարել C8 դաշտից, բայց մենք պարզապես բացեցինք ճանապարհը, հիմա քայլը սևերինն է և սևերը կարող են այս C8 դաշտը պաշտպանել, օրինակ ձիով, խաղալով ձի D6, կամ իրենց արքայի համար անվտանգության պատուհան բացել, երբ մենք շախ հայտարարենք, արքան կդիմի փախուստի, ուրեմն հարկավոր է ճանապարհը բացել օգուտով, հիմա ձին չի կարող հայտարարել շախ արքային, գտնվում է հեռու, բայց ձին կարող է հարձակվել թագուհու վրա, այսինքն մենք և բացեցինք մեր թագուհու ճանապարհը և հարձակվեցինք մրցակցի խաղաքարի վրա։ Հիմա այստեղ, եթե սևերը փորձեն փրկել իրենց թագուհին, ենթադրենք հեռանալ ձիու հարվածի տակից, զուգահեռաբար հարվածել, մենք ինչպես նշել ենք, թագուհու ճանապարհը ձին բացել էր և այստեղից սպառնում ենք հայտարարել մատ։ Իսկ եթե սևերը բացեն անվտանգության պատուհան ու ենթադրենք հաշվեց, այս դեպքում մենք արդեն կշահենք մի ամբողջ թագուհի և խաղը կհասցնենք հաղթանակի։ Ուրեմն, քայլ համար 1, ձի C4-ը B6, նորից, որպեսզի և գրոհենք թագուհուն և բացենք մեր թագուհու ճանապարհը, իմիջիալյուս ձին B6-ից թույլ չի տալիս, որ սև թագուհին հայտնվի նաև A8 դաշտում և այստեղից հսկի C8 դաշտը, տեսեք նույնպես A8-ը հարվածի տակ է, մենք նրան կվերցնենք։ Ձի B6 քայլից հետո թագուհու ցանկացած նահանջից մենք շախ ենք հայտարարում C8 դաշտից, ու իհարկե թագուհին չի կարող հսկել C8 դաշտը, քանի որ մենք նրան այստեղ կվերցնենք։ Ենթադրենք թագուհի D4, որպեսզի նաև զուգահեռաբար հարձակվի մեր ձիու վրա, կարող ենք գրել ցանկացած քայլ, բայց շարունակությունը թագուհի C8 շախ և հաջորդ քայլով կհայտարարենք մատ։ Այժմ կարող է շախի ճանապարհը փակել, բայց մենք կշարունակենք մեր գործընթացը։ Եվ վերջին երրորդ տրամադրում, այստեղ արդեն փիղն է փակել մեր թագուհու ճանապարհը, որը կարող էր քայլել C7, ներողություն H7 և այստեղից հայտարարել մատ ձիու օգնությամբ։ Եվ քանի որ փիղն է փակել ճանապարհը, նրան խնդրենք բացել այդ ճանապարհը, բայց դա անել շախով, օգուտով, տեսեք, սպառնալիքով ավելի ճիշտ, փիղ D5 շախ, այո, սևերը կարող են մեր փղին վերցնել, մենք փիղը զոհաբերեցինք, տեսեք որքան շատ է զոհաբերում, հնարքը կրկնվում, C6-ը վերցնում է D5, բայց մենք գիտենք, որ թագուհու ճանապարհը բացվել էր, թագուհի H7 և մատ, նորից ձիու աջակցությամբ, ինչպես H7, այնպես էլ F7 դաշտում, որպեսզի սև արքան չդիմի փախուստի։ Այստեղ նշենք, որ ի սկզբանե, եթե մենք սպառնալիքով չենք բացում թագուհու ճանապարհը, օրինակ նահանջում ենք փղով, ենթադրենք J2, ահա այսպես բացեցինք, մենք պատրաստ ենք նորից մատ հայտարարել, բայց սևերն այստեղ ազատ են իրենց ընտրության մեջ, նրանք կարող են մեր ձիուն, որը օգնում էր թագուհուն, հարվածել, վերջ, այլևս մատ չենք կարող հայտարարել, ձին չի աջակցում, չի օգնում։ Ուրեմն,
Գիծը բացում ենք սպառնալիքով, բացեցինք թագուհի գիծը 1, հայտարարեցինք շախ 2, հիմա պետք է շախից ազատվել։ Արքան կարող էր փախչել, բայց մենք գիտենք, որ գիծը բաց է և հայտարարում ենք մատ։ Ի դեպ այստեղ կարելի էր շախի ճանապարհը նաև փակել։ Այս դեպքում նույնպես թագուհի գիծը բաց է, ձիու օգնությամբ հայտարարում ենք շախ, ձին նրան պաշտպանում է, ու արքայի փախուստից հետո ևս մեկ քայլ և նույնպես կհայտարարենք մատ։ Նյութն ամփոփելով հիշենք, որ գծի բացում մարտավարական հնարքը վերաբերվում էր թագուհուն, նավակի և փղի գծերին, որպես հեռահար խաղաքարեր։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։